Առաջին աշխատավարձը ստացել եմ 8-րդ դասարանում, ասֆալտ հարթեցնելու սարքով ասֆալտ հարթեցնելու համար, ստացել եմ ուկրաինական գրիվնայով։ Առաջի աշխատավարձը ստացել եմ հեռավոր 88-ին, 17 տարեկան էի, աշխատում էի որպես բանվոր Շահենյանի անվան Մասսայական սպորտաձևերի հանրապետական կենտրոնում, կարծեմ 60 ռուբլի։ Առաջին աշխատավարձս վաստակել եմ 2004 թվականին, ազգային ժողովից եմ ստացել առաջին աշխատավարձս, որպես պետական իրավական հարցերի հանձնաժողովի փորձագետ, իսկ ընդհանրապես առաջին անգամ գումար վաստակել եմ դպրոցական տարիներին, երևի թե 1995-96 թվականներին, երբ դեռ դպրոցական էի, ունեի փոքրիկ տեսախցիկ եւ այդ տեսախցիկով միջոցառումներ էի նկարում, վաստակում էի 10-ից 15,000 դրամ ամեն միջոցառման համար։ Առաջին աշխատավարձը ստացել եմ, երբ դեռ երեխա էի, 17 տարեկան, արդեն սովորում էի երկրորդ կուրսում եւ ինձ բախտ էր վիճակվել աշխատել նաեւ ազգային ժողովում պայմանագրային հիմունքներով, փորձագետներ էին ներգրավում, հաշվի առնելով, որ օրենսգրքերի օրենքների մեծ փաթեթ էին այդ տարիներին ընդունվում 95 թվականի սահմանադրությունից հետո եւ առաջին աշխատավարձս կոնկրետ թիվը չեմ հիշի, բայց կազմում էր մոտ 5000 դրամ։ Մասնագիտական գործունեությունը սկսել եմ 2008 թվականին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Առաջին աշխատավարձը ստացել եմ 2008 թվականի մարտ ամսին 75,000 դրամ էր, եթե չեմ սխալվում։ Գնել են կոշիկներ ինձ եւ քրոջս համար։ Առաջի աշխատավարձը տվել եմ մայրիկիս։ Ամանորյա միջոցառումների ժամանակ ընկերներից հետ ծախսել եմ։ Չկարողացա ծախսել այդ աշխատավարձը, քանի որ դրամապանակս կորցրեցի։ Ընդունված էր, որ առաջին աշխատավարձը պետք է նշել, ընկերներից հետ գնացել եմ լավ ժամանակ անցկացնելու։